Պատվաշան դատարան շարքատի կանդրադարձ կատարան եզրափակի շորիքում մասնավորապես ցանկանում կանդրադարձ կատարել նախորդ բովանդակային առումով կայացած դատական ընթացքում հանրային մեղադրողի կողմից մեր բողոքի կապակցությամբ հնչեցված բացատրությունների մասով մասնավորապես պատվաշան դատարան նախորդ դատական նիստի ընթացքում հարգելի հանրային մեղադրողը կատարեց հետևյալ դիտարկումը նշեց, որ պաշտպանական կողմը վիճակում է այն հանգամանքը, ինչու առաջին այդտեղի դատարանը դատավճռի մեղադրական դատավճռին դրել ժողովների սկզբնական նախաքննական ցուցմունքը, այլ ոչ թե դատաքննական ցուցմունքը եւ այդ կապակցությամբ հանրային մեղադրողը բերեց այն փաստարկը, որ դեպքից հետո անցած հիշողությունը ավելի լավ է լինում, քան որոշակի տևական ժամանակ անց ամիսներ տարիներ անց։ Պատվաշան դատարան պաշտպանության կողմը ցանկանում է նշել, որ պաշտպանական կողմը ամենևին այդ մասին չի այս ամբողջ ժամանակահատվածում խոսել եւ ամենևին այդ կապակցությամբ չի ներկայացվել դատական վերանայման բողոք։ Մասնավորապես պաշտպանության կողմը վիճակում է ոչ թե դատական եւ դատաքննական ցուցումների հակասությունները, այլ պաշտպանական կողմը նշել է դատական վերանայման բողոքում եւ դատական նիստերում բազմաթիվ անգամ հնչեցրել այդ որոշումը, որ այն դեպքում դեպքի վերաբերյալ առկա է եղել օբյեկտիվ ապացույց, տեսագրություն, ինչու առաջին այդտեղի դատարանը անձնային ապացույցները, ցուցմունքները չի համարել այդ տեսագրության հետ։ Սա է ամբողջ վերաքննիչ բողոքի իրական առանցքը։ Պատվաշան դատարան մենք բոլորս քաչ գիտենք, որ ապացույցները դրանք պետք է մեկնաբանվեն ոչ թե առանձին, այլ մեկը մյուսի հետ համադրելու միջոցով։ Իմաստուն դեպքում, երբ մենք թերթում ենք առաջնային դատարանի դատավճռի պատճառաբանական մասը, մեղադրական դատավճռի հետ կապված, պատվաշան դատարան այնտեղ միայն մեկնաբանություններն է, առհասարակ անձնային ցուցումների եւ երբեք արձանագրում, երբեք նախադասություն առկա չէ, այդ անձնային ապացույցները, ցուցումները տեսակցության հետ համադրելու եւ այն պայմաններում, եւ որ քիչ առաջ հետազոտվեց տեսակցությունը եւ մենք տեսնում ենք, որ նույն տեքստը ավարտվում է 0014 վայրկյանին եւ այդ ամբողջ ժամանակը 14 վայրկյան ժամանակահատվածում Դավիթ Համբարձումյանը տեքստի մասնակից չի լինում եւ այստեղ շատ առանցքային նաեւ այն հանգամանքը, որ հանրային մեղադրողը միգուցե ուշադրի չի տեսել Պահոմարյանի խոսքը, ոչ թե ասում են դեպքի վայրից է 6-7 մետր հեռավորության մեջ գտնվել։ Այդ տեքստը կոնկրետ վիճակագրության հատվածից է, որ ասում 6-7 մետր հեռավորության վրա գտնվել։ Եվ հաջորդի պատվաշան դատարան։ Առաջնային դատարանը ըստ պաշտպանական կողմի ապացույցները սխալ է գնահատել նաև հետևյալ հատվածով։ Տեսեք, երբ որ մենք նայում ենք առաջնային դատարան ակտը, հնարավորություն է, որ առաջնային դատարանը չի կողմնորոշվում, թե այդ հակասական ցուցումների բարակային, որովհետև գիտենք, որ ուժողները հակասական ցուցումներ են տվել, կողմեն որ ցուցումի, այսպես ասած, առավելությունը դա։ Եվ հենց այդ կապակցությամբ ենք մենք կարողացել, որ անհրաժեշտ է, որպեսզի համադրել տեսակցության հետ։ Եվ պատվաշան դատարան սույն դեպքում կա առանցքային հետևյալ հանգամանքը, մասնավորապես առաջնային դատարանը, որպեսզի հիմնավորի մեղավորությունը Դավիթ Համբարձումյանի, դատական ակտում կատարել է արձանագրումներ, որոնք չեն բխում գործունեությունից ու իրականության հետ ապաշ չունեն։ Մասնավորապես առաջնային դատարանը Արա Պողոսյանի սկզբնական ցուցմունքը արժանահավատ է դիտարկել, Աբրահամ Ինչիմուրյանի ցուցմունքը սկզբնական արժանահավատ է դիտարկել այն համատեքստում, երբ նրանցին արերես հարցակնվել են Դավիթ Համբարձումյանի հետ։ Եվ արերես հարցակնությունից հետո երկուսն էլ տվել են լրացուցիչ ցուցմունքներ, եւ այդ լրացուցիչ ցուցմունքներով իբրև վերադարձ են կատարել իրենց նախաքննական սկզբնական մեղադրական ցուցմունքների, եւ այնուհետեւ տվել են նաեւ պարզաբանումներ, վախեր ունենալու անձով պայմանավորված Պարոն Համբարձումյանից եւ այլն։ Սա իրականության հետ աղոտ չունի պատվաշան դատարան, մեկ պարզ պատճառով Արա Պողոսյանն եւ Դավիթ Համբարձումյանը երբեք չեն արարեցրել նրանց հետ։ Երբևէ արարեց հարցակնություն դեռ չի ունեցել։ Ինչու է առաջնային դատարանը Արա Պողոսյանի նախաքննական սկզբնական ցուցմունքին տվել նախապատմություն հիմքում դնելով իբրև արարեցվել են եւ արարեցումից հետո Արա Պողոսյանը կրկին պնդել է իր նախաքննական սկզբնական ցուցմունքը։ Նման փաստ, նման ապացույց գործում առկա չէ։ Եվ պատվաշան դատարան այստեղ առանցքային է հանգամանքը, որ Աբրահամ Ինչիմուրյանի հետ է բացառապես Դավիթ Համբարձումյանը արարեց հարցակնվել։ Սակայն սա ոչ թե գրիպատի արդյունքում է պետ պնդմամբ առաջնային դատարանը նման արձանագրում կատարել։ Ինչու գրիպատ չէ, հիմնավորեն։ Որովհետև առաջնային դատարանը դատական ակտի պատճառաբանություններում նշում է, որ Արա Պողոսյանի եւ Դավիթ Համբարձումյանի հետ արարեց հարցակնությունից հետո Արա Պողոսյանը կրկին պնդել է իր նախաքննական սկզբնական մեղադրական ցուցմունքը, նմանօրինակ իրավիճակ է առկա նաեւ Աբրահամ Ինչիմուրյանի դեպքում։ Այսինքն միայն այս վերջին արտահայտությունը պատվաշան դատարանի
որոշումը արդեն իսկ լրացնում է այն, որ վրիպատի արդյունքում չի, որ դատարանը նշել է Արա Պողոսյանի արարել, ինչից հետո Արա Պողոսյանը կրկին վերադարձել է իր նախաքննական սահմանադրությանը։ Այո, արարեցվել է պարոն Հակոբյանը, ինչպես նշեցի, Աբրահամ Ջուլյանի հետ, եւ այդ արարած հացակնության ընթացքում Աբրահամ Ջուլյանը տվել է արտահայտություն։ Այո, այդ արարած հացակնությունից հետո Աբրահամ Ջուլյանը լրացուցիչ հացակնվել է։ Այս կապակցությամբ առաջին ատենի դատանը ճիշտ դիտարկում է կատարել, սակայն առաջին ատենի դատանը սխալ դիտարկում է կատարել, գործընկերից չբխող դիտարկում է կատարել, իբրև Աբրահամ Ջուլյանը արարած հացակնությունից հետո կրկնել է իր նախաքննական սկզբնական ցուցմունքը։ Չկա նման արձանագրություն։ Մենք դատական գրանցման բողոքում հստակ մատնանշել ենք Աբրահամ Ջուլյանի արարած հացակնությունից հետո տված դրաչի ցուցմունքը, որտեղ հստակ դեպքից կնդում է այն նույն դիրքորոշումը, ինչը որ հայտնել է Դավիթ Համբարձումյանը եւ արարած հացակնության ժամանակ։ Երբ ընդ որում պատվիրան դատարան այստեղ հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Հարգելի հանրային մեղադրողը մեջ բերեց, որ առհասարակ դեպքից հետո անձանց հիշողությունը ավելի լավ է տվել դեպքի հետ կապված քան ամսեր տարիներ, մենք այստեղ հիշել չհիշելու խնդիր չենք բարձրացնում։ Մենք այստեղ բարձրացնում ենք այն խնդիրը, որ ուժեղը եկել է արարած հացակնության եւ ասել է Դավիթ Համբարձումյանը չէ ցանկացող, ես այդ մասի հիմնական նախաքննական ցուցմունքում հայտնել է բացառապես դեպքի ներկա ինչ-որ անձանց ընդհանրական բնույթի խոսակցություններից ելնելով։ Պատվիրան դատարան մեր բողոքը առանց նաև կայանում է հետևյալում, որ առաջին ատենի դատարանը չի իրացրել քրեական դատավարության օրենսգրքի 334-րդ հոդվածի 4-րդ մասով հանգամանքացի ազատությունը, այն դեպքում եւ տվյալ դեպքում գտնում ենք, որ պարտադիր է, ինչու, որովհետեւ դա չաները կասկածի տակ կդներ ու ասացի տակ դրել է բարոյթի արտարացությունը, ինչը մասնավորապես հիմնավորվում է այն հանգամանքով, որ երբ մենք ընդգծում ենք առաջին ատենի դատարանի դատական ակտի պատճառաբանությունները, տպավորություն է ստեղծվում, որ այո առաջին ատենի դատարանը կարծես չի կողմնորոշվել ուժողներից ու անձնային ակացություններից առհասարակ նման ակացություններ ունենալու պայմաններում ոչ ցուցքի նախապատվությունը տալ։ Այստեղ մի բան ես վերացարկում եմ այն հանգամանքից, որ մենք ունենք օբյեկտիվ ապացույց տեսակցություն եւ պարտավոր է համադրել նաեւ այդ ապացույցը, ինչը չի արել։ Հետեւյալ կոնտեքստում պատվիրան դատարան ըստ էության ուժողների եւ ծնողները եւ ուժողների Արա Պողոսյանի հացակնվել էին նաեւ նախաքննության ընթացքում եւ նրանք չեն դատավորվել որևէ կողմից եւ ըստ էության առաջին դատարանը պաշտպանված չէ իրացնելու 334-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված այդ լիազորությունը, որը կլրացներ հենց այդ բացը պատվիրան դատարան, ովքեր նախաքննության ընթացքում հստակ հայտնել էին, որ դեպքի օրը իրենց որդիներից հարցրել են ով է իրենց նկատմամբ գործադրել ու ովքեր են առհասարակ մասնակից եղել այն գործողություններին, ինչը որ նկարագրել ու հայտնել են, իրենք տանը իրենք հայտնել են, որ իրենք չեն ճանաչել, չեն լսել այդ ընդհանրական բնույթի խոսակցություններից տեղեկացել։ Պատվիրան դատարան եւ անդրադառնալով